Այսօր պատարագից հետո խոսակցություններ եղան, որ 7 վերք եկեղեցին պետք է մաքրագործվի, սեփագործվի եւ քաղաքացիների մոտ տպավորությունը, որ այդ գործողությունները պետք է կատարեք օրինակ հիմա եւ բոլորի ներկայությամբ։ Կարող եք այս մասին մեկնաբանություն։ Ուրեմն տեսեք, մաքրագործման process-ը, որ պիտի կատարվի, նախ առաջին ասեմ, որ դա պիտի վերջնական քննարկման արդյունքում մենք որոշենք, թե ինչ պիտի անենք, որովհետև ինքը վերջը այստեղ որոշակի նրբություններ կան, որոնք որ պետք է ուշադրության առնենք եւ նաեւ ինչպես որ արդեն ասացի, առիթով եմ ասացի, որ դա նաեւ առաջնորդի ներկայությամբ պիտի մենք կատարենք, բայց մեր առաջնորդը գիտենք, որ հիմա այս պահին կալանքի տակ է, իսկ մեր Նարեկ Սրբազանը, որ հիմա տեղապահն է, ինքն էլ վատառողջ է։ Այս դրությունը հաշվի առնելով մենք ասենք դեռ մի փոքր ժամանակ ունենք, որ այս հարցին անդրադառնանք, բայց մյուս կողմից էլ նաև մենք մեր սպասքը, ինչ որ մենք ունենք, դա քանի որ մենք էլ միտեղ պատարակ ունենք մատուցելու, բնականաբար այդ պատարակից պետքական սպասքը մենք մեր հետ վերցրել էինք, որն որ պիտի նաև ծառայեր պատարակի նպատակին։ Հետևաբար, ասենք, մենք սպասքի հիմնական մասը, որն որ պատարակը չքանան օգտագործում է, մենք մեր հետ վերցրել ենք, իսկ իրենք, որ եկել են, իրենց հետ բերել են որոշակի սպասք պատարակին համապատասխան ու իրենք իրենց ունեցածով են այդ ամեն գործողությունը կատարել։ Այստեղ մի քիչ այսպեսի հարցեր կան, որոնք որ քննարկման առարկա են եւ վերջնական լուծման դրություն է։ Մյուս կողմից էլ կարող ենք ասել, որ այդ ծիսակարգը հանրային իմաստով չէ, որ մենք պիտի լուսաբանենք, որովհետեւ դա այդպես եկեղեցական, ծիսակարգ է, որ կատարվում է, ասենք օրինակի համար վեմ քարը, որ վեմ քարը մաքրագործվում է, լվացվում է, այդ վեմ քարը, ասենք, հեշտ պարզելի չէ, որ բոլորը ներկա լինեն։ Ինքը իր process-ը կատարվում է աղոթքի միջոցով եւ սրբագործման միջոցով, այդ process-ը կատարվում, ավարտին է հասցվում։ Մաքրագործման ծեսերը, որ դեպքերում են կատարվում եկեղեցիներում։ Մաքրագործման դեպքերը այն ժամանակ է կատարվում, երբ որ օրինակի համար նույնս օրինակը կարելի է բերել, երբ որ եկեղեցին բռնազավթվել է։ Բռնազավթվել է ինչ որ մի մարդու մոտ։ Նոր մի քիչ առաջ այսպես որ հավատացյալները մոտեցել էին, հարցնում էին, թե ինչի այսպես ստացվեց, ինչն էր խնդիրը, որ այսպիսի դրություն ստեղծվեց, չէ՞ որ մենք ուզում էինք ամուր լինենք եւ հզոր լինենք, ես էլ ասացի, որ մեր որակավորումները հետեւյալն է, որ մենք պատկերացրեք, որ մի մեծ հսկա խրամատ կա։ Այդ խրամատի մեջ է պահում ես այդ խրամատը, բայց ստացվում է այնպես, որ քո ուժերից վեր մի դրություն է ստեղծվում եւ այդ դրության հետևանքը լինում է, որ ասենք պայմանական օրինակ եմ ասում, ասենք թուրքերը գալիս, լսում են այդ խրամատը։ Հետո մի քանի ժամից հետո դու այդ թուրքերին վռնդում ես այդ խրամատից, ելի տեղավորվում ես այդ խրամատի մեջ, բայց քանի որ իրանք մի 2 ժամ կամ մի քիչ ավել մնացել են, մաքրում ես իրանցից հետո։ Մաքրում ես, սրա նման ինչ որ մի երևույթ է, բայց այստեղ կան, ինչպես որ արդեն ասացի, էսի այլաբանական իմաստով եմ ասում, բայց նաև մարդիկ կարող է լինեն նաև ուղղակի իմաստով հասկանան, բայց էսի զուտ ասում եմ, որովհետեւ լրիվ ամբողջական պատկերացում կազմի մարդը, թե ինչ վիճակի մասին է խոսքը մաքրագործման, այսինքն ինքը հատուկ ցուցադրության իմաստ չունի, ինքը կատարվելիք մի բան է, որն որ ասենք դուք պարզապես իմանում եք, որ հա, այսպիսի դրություն կա նաև եկեղեցու մեջ։ Ուրեմն խորանը փակված է, որովհետև այնտեղ որոշակի գործողություններ է կատարվում, սպասքը տեղադրվելու, ասենք այս դրությունը դասավորվելու հետ կապված։